Շնորհակալ եմ, որ Բարև եկաք ձեզ։ տաղավար, եւ այսպես ընտրության գիշերը դուք մեր տաղավարում էիք եւ հետեւում էիք, թե հենց այդ պահին արդեն ինչ խայտարակ ընտրակեղ ծառայությունների մասին հրապարակումներ են գալիս, տեսանյութ է, այդ թվում նաեւ զինվորներին ներգրավել է ամենում ընտրության ժամից հետո տանել ընտրության։ Գլխավոր շտաբապետը չնայած երեք համոզում է, որ սահմանադրորեն իրենց հասանելի պարտականությունն են իրացրել զինվորները, բայց այս ամենին մենք ականատես եղանք, շարունակվում են բռնաճնշումները, ապօրինությունները, ձերբակալություններ ու կալանավորումներ, ընտրության օրն էլ, հաջորդ օրն էլ, դրան նախորդած օրերին էլ։ Այսօր էլ։ Շնորհակալություն հրավերի համար, ուզում եմ ասել, որ ընտրակեղծիքների այս չգիտեմ հասցրել եք ծանոթանալ թե ոչ, այսօր Նիկոլ Փաշինյանը էլի սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմադիր լիդերների հասցեին, էլի այդ իր վիճակով, բորբոքված վիճակում, խնդրեմ։ Նախ ուզում եմ կիսվել մի հետաքրքիր այսպես մտքով, որ այս կեղծ ընտրություններից հետո ամենամեծ կեղծիքը նա է, որ ասում են, թե Հայաստանի ծաղիկները արդեն դուրս են եկել Լեհաստան, չգիտես որտեղ, ես այստեղ գալուց մտա սառը ջուր վերցնելու, տեսնեմ Երևան City-ում այսպես մեծ ծաղկային տոնավաճառ է եւ ակամայից մտածում ես, որ Երևան City-ն այսուհետ Եվրամիության տարածք է դարձել, որովհետեւ եթե ասում են ծաղիկը գնաց այնտեղ, Երևան City-ն, շնորհավորում եմ ձեզ Սամվել Ալեքսանյան, դուք կիսով չափ Եվրամիությունում եք արդեն։ Իսկ ընդհանրապես Փաշինյանական իշխանության սուտը, կեղծիքը մեր երկիրը տանում է լուծարման։ Այնինչ տեղի ունեցավ, դուք հիմա ինձ ասում եք ընտրության օրը, ընտրությունից հետո, ընտրությունից առաջ, Հայաստանում ընտրակեղծարարությունը սկսեց ընտրությունից ամիսներ առաջ։ Հիմա ես ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյան, ընտրողների հետ հանդիպում, եթե ես չլինեմ սահմանադրական, չունենամ սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին Հայաստանում պատերազմ կլինի։ Սա ոչ այլ ինչ է, քան ճնշում, բռնաճնշում, վախի մթնոլորտ ընտրողի քվեի վրա։ Սկսեց համատարած ձերբակալություններ, համատարած լրատվամիջոցներ սկսեցին անգամ փակել, Արմատ մեդիան փակեցին, մարդկանց ունեցվածքը խլելու մասին բարձրագոչ հայտարարություններ արեցին, այս ամեն ինչը ինքը բերեց հասցրեց մայիսի 7-ի ընտրության արդյունքներին։ Ինչ էր կատարվում Գյումրիում, չէ՞, ընդդիմադիր հատվածը, քանի որ վաղ առավոտից ձերբակալություններ էին սկսվել, ընդդիմադիրներին ձայն տվող մարդիկ վախենում էին տանից դուրս գալ։ Ուղղակի վախենում էին տանից դուրս գալ։ Հիմա ես այսօր լսում եմ Նիկոլ Փաշինյանին, կեղծիքի ստի վրա հիմնված իշխանությունը վստահ եմ պիտի փլուզվի, սա չի կարող երկար մնալ։ Վստահ եմ, որ այս ժողովուրդը ի վերջո ոտքի կկանգնի, բայց ոտքի կկանգնի ցավոք այն ժամանակ ոչ թե երկիրն է գնում դեպի լուծարման, այլ որ իրենց գրպաներն են լուծարվում այսուհետ։ Ինչ է ասում այսօր սուտ։ Ասում է Ծիրանը այնպես կարտահանենք, որ ես վախենամ դուք Փարիզից ասեք մեզ Ծիրան ուղարկեք։ Սուտ, մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, թե սա ինչ մասշտաբի սուտ է ասվում այսօր։ Այսօր առավոտյան մեկը իմ տուն թակեց սոցհարցում էր անում, այսպես խոսեցինք, տեսեք ինչ է պատմում, Խաչփար գյուղ, ելակները չեն հավաքում, Արարատի մարզ, ելակը չեն հավաքում այլևս ջերմոցատներից, որովհետև ելակի հավաքելը, աշխատավարձ տալ, տեղափոխել շուկա, հայկական շուկայում ելակը չես կարող, շատ թանկ գնով, այդ սպառողը պիտի ունենաս, ելակը թողել են թփերի վրա պարզապես չեն հավաքում։ Բայց այս ընտրությունները իրենց մասշտաբով մեր պատմության ամենախայտառակ, ամենաանամոթ ընտրություններն էին։ Տեսեք ինձ պատմում են Խաչփար գյուղի գյուղապետի մասին, նախկին գյուղապետի, ով հիմա ԿՊ-ական է, իսկական Նիկոլ, իրենց համար նախկինն ու ներկան այնքանով է ներկա, որքանով իրենք ԿՊ-ական են։
Բայց հիմա սա ասում են բանա, այդ իրենց ընտանիքին է պատկանում նաև այդ տրանսպորտի գիծը, իրենք են որոշում ինչ ուտիլ ավտոբուսով մարդկանց քանի անգամ այդ գյուղից դուրս անեն բերեն, ընտրության օրը ընտրողներին ինչ է ասել գնացեք կամ 16 քվեարկեք, կամ 17, կամ ուզեցել է բոլորի լարի վրա խաղալ, հետո տեսնել իսկական Նիկոլ, բայց այդ լարը մենք տեսնում ենք, չէ, կտրվում է, միշտ ասում է Ռուսաստանը իմ ընկերն է, կտրվեց ռուսական լարը, Վլադիմիր Պուտինը շնորհավորել է քեզ, Նիկոլ Փաշինյան, խայտառակ արձանագրումներ էին արել ԱՊՀ դիտորդները, ամենախայտառակ, այսօր էլ աննամոթաբար կանգնել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ասում է, բանա, գազի գինը որ թանկանա, չեմ կարող ասել, որ մենք 90-ականների օրը կընկնենք, այսինքն 97 թվի օրը կընկնենք, որ արդեն կիպիծելնիկ վաճառում էին խանութներում, կարող են գնալ առնել, բերել, հոսանքն էլ մի ժամով ավել կլինի, կցայվենք, այդ դա էր ուզում ասեր, դե ծապ տվեք Նիկոլ ընտրողներ, քանի հազար եք, 100,000 եք, 200,000 եք, ծապ տվեք, կիպիծելնիկները հիմիկվանից առեք, ձեր տներում պահեք, դա ես չեմ ասում, դա Նիկոլի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է այսօր ասում, այն մի տարածքային նախարար կար, որ այս ընթացքում բաներ սրտիկում էր ձեզ, ասում է, դե մինչև տարեվերջ կարծում եմ Ռուսաստանը չի թանկացնի, նա էլ այսօր Նիկոլն էլ ասուլիսին, այսօր ասում է Թուրքմենստանից կբերենք, Իրանից կբերենք, չգիտեմ, Ադրբեջանից կբերենք, ունեինք խողովակաշար, պատշաճ Եվ ամենաէժան գազն էինք ստանում, հիմա ինչ եք ստանալու, խողովակաշար չունեք, գազն էլ չկա, ինչ եք ստա, այդ Ադրբեջանը Ռուսաստանից է գազը բերում, ինչ եք անելու, նոյեմբեր, դեկտեմբերին ինչ եք անելու, կգնաք կկանգնեք, ծապ կտակ, այնպես ինչպես ծապ էիք տալիս իր ներկայությամբ, հիմա նորից ընտրակեղծիքներին, այսօր լրագրողներից մեկը ասում է, թե Եթե ձեր կենտրոնական դրական հանձնաժողովը այդքան կեղծիքներ արեց, լուծարեք էլի, ինչի եք պահում այդ կենտրոնական դրական հանձնաժողովն, դուք ժամը 2-ին կանգնեցիք, ասեցիք, միանձնյա հաղթում եմ, դե լուծարեք, թող մենք էլ այդքան հարկ չենք տա, էլի, դրան, դատավորներին, դատախազներին, քննիչներին, որովհետև դուք ասում եք ձերբակալ եք, վազում ձերբակալում են, ասում եք ունեզրկեք, ունեզրկում են, ասում եք ես միանձնյա հաղթող եմ, այդ խեղճ բանը խեղճել չի, թվաբանությունից զուրկ այդ տղեն, մի ամբողջ գիշեր գրեж ջնջեց, նույնիսկ տոկոսն է քեզ սխալ գրել, հիմա ուշադրություն եմ հրավիրում, եթե ձեր թիմում կա մի հատ մաթեմատիկայից հասկացող, դրեք տոկոսով հաշվեք, դու այդ տոկոսն էլ չես հավաքել, ավելի ցածր ես հավաքել, անցած օրը կարծեմ, թե 3 եթերներից մեկում ասել եմ, դու նույնիսկ այդ տոկոսը չես հավաքել, հիմա դու ինչ ես ասում, Նիկոլ Փաշինյան ասում ես, ես հայտարարեցի, որովհետև ընթացիկ հարցումները դա էին ցույց տալիս, Այդ ինչ հարցումներ եք արել, որ դա է ցույց տվել։ Այդ ընթացիկ հարցումները, եթե դա պիտի ցույց տեն, էլի այդ կենտրոնականը լուծարի։ Այդ ամեն տարի կես միլիոն փող ես ուղարկում, բեր թոշակառուների կամ, չգիտեմ, այնքան էս երկրում խնդիրներ կա, բեր ծախսե այդ խնդիրների վրա։ Ինչ ես այդ պարազիտ կառույցներին պահում։ Մենակը դու, կարող ես մի անգամ ասես կառավարությունը ես եմ։ Քեզ պարգևավճար տուր, չգիտեմ, ձեր քայլը հիմնադրամին, ասենց բացի են խողովակը ուղարկի ու սկսեք ընտանիքով ոնց ուզում եք արեք։ Ինչ եք այսքան մեյմունություն անում, ես բացենք են անենք, այն Հայաստանի պատմության մեջ, թերևս միշտ էլ 96 թվականից սկսած միշտ էլ ընտրություններ են կեղծվել, բայց այս մասշտաբի, այս խայտառակության ընտրություններ Հայաստանում չեն կեղծվել։ Հիմա առաջարկում եմ քեզ, Նիկոլ Փաշինյան, գնա ու մատդ կտրի։ Ասում էր, չէ, եթե մի քվե կեղծվեց, մատս կտրելու եմ։ Առաջարկում եմ մի քվե չէ, քանի հազար քվե կեղծվել է, գնա ու մատդ կտրի։ Թե չէ ինչ ես գալիս թե մենք էս չենք անում, մենք են չենք անում, սենց ենք անում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ սիրուն, այսօր ինչ է ասում։ Արդեն մենք պետք է այս հետևանքները տեսնենք, հասկանանք ձեր այս կործանարար քվեարկությունն ու իրանց կործանարար կեղծիքը,
Այս ազգին ու այս երկրին ուր են տանում։ Ասում են, եթե ռուսները ասեն ՀԱՊԿ-ից դուրս է գաս, մենք չենք դիմադրի, միանգամից դուրս կգանք։ Հայաստանը պետք է որևէ կառույցի անդամակցի։ Դա կամ ՀԱՊԿ-ներ կամ ՆԱՏՕ-ներ։ ՆԱՏՕ-ի կազմում 70%-ը թուրք զինվորներ են։ Հիմա դուք ձեր այս կործանարար քվեարկությամբ եւ Նիկոլ Փաշինյանը իր կործանարար կեղծիքով մեզ տանում է թուրք զինվորների երաշխավորության տակ։ Սա եք ուզում։ Դա ես չեմ ասում, ես հիմա ինչ ասում եմ, բացեք այսօր ձեր ընտրած տեխնացուի ասածը լսեք։ Ոնց կարող է մարդը բաց տեքստով ասում է եկեղեցին քանդելու եմ, Թուրքիայի Ադրբեջանի ուզած սահմանադրությունը բերելու եմ, սա բերելու եմ, նա բերելու եմ, մենք այսօր սենց հանգիստ նստենք հետևենք, թե սա ինչ է անում։ Չգիտեմ, երբեմն զարմանում եմ, երբեմն զայրանում եմ, ինձ համար շատ կարևոր է, թե ընդդիմությունը ինչ որոշում կկայացնի։ Շատ կարևոր է, որովհետև ընդդիմությունը պետք է, եթե այսօր լսի, թե ինչ է իր ասում Նիկոլ Փաշինյանը, որ Գագիկ Ծառուկյանի մասին, իրենք պետք է կոնկրետ որոշում կայացնեն։ Եվ բացի այդ որոշումը, ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը պետք է այդ Նիկոլ Փաշինյանի նախկին թղթակցի այսօրվա հիմնարկը կենտրոնական տրականը լուրջ ճնշման ենթարկվեր եւ ոչ միայն լուրջ, այլ այդ տղայի մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի մասին, ով իր ավազանցությամբ հայտարարեց, որ ինքը ամենամեծ տոկոսն է հավաքել, պետք է հանցագործության մասին բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում եւ հասարակությունը հանցագործության մասին հաղորդումներ կազմեն, ոչինչ որ դա Նիկոլ Փաշինյանի դատախազությունն է։ Հետո այդ հաղորդագրություն, այդ հանցագործության մասին տեղեկությունները կհասնեն եվրոպական դատարանները, այնպես չի, որ եվրոպական կառույցներում Հայաստանի ընտրությունները միանշանակ են ընկալվել։ Այո, արդեն նրանց ազգայնական կուսակցությունները քննադատել են եվրոպական մի շարք կառույցների, այդ թվում եւ Եվրամիության ղեկավարի հայտարարությունները, որ Հայաստանում այս մասշտաբային ընտրակեղծիքների արդյունքում Եվրոպան փորձում է ճանաչել կամ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա այսօր էլ ասում է, դե եթե Պուտինը հրավիրի, զանգի կանչի կգնամ։ Իհարկե դու հիմա մտածում ես, թե այդ 2 լարի, 4-5 լարի վրա խաղալով դու կարող ես երկար ձգել, ոչ։ Դու մեր դարավոր դաշնակից ռազմավարական պետությանը ոչ ասացիր բոլոր հարցերում, ընդհանուր պատերազմը կանգնեցնելու հարցում դու ոչ ասացիր, եւ այսօր եկել ես ու ուզում ես ասես, թե եթե Զանգարի գնամ, մտածում ես ընդեղ էլի պիտի մուտիլովկա արվի, որ ասվի, եթե գնացի խոսեցի ամեն ինչ լավ է, սա գազը։ Դուք էլ այլևս, սիրելի հայ ժողովուրդ, գազը չեք ստանալու էժան, եթե հիմա, սիրելի տատիկ պապիկներ, 7000 եք տալիս ձեր գազին, պատրաստվեք, որ հենց գուցե հաջորդ ամսից կտակ 30000։ Այն Նիկոլ Փաշինյանի տված 10000-ը չգիտեմ ինչ կանեք, դուք կորոշեք ինչ կանեք։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե մեր հնդիմադիր դաշտի գործիչները ինչ կանեն, ինչպիսի որոշում կկայացնեն, թե մանդատ ստանալը, թե մանդատ չստանալը իհարկե իրենց գործն է, բայց իրենք նաև պետք է անսան հասարակության պահանջին, հասարակության ասելիքին, մենք տեսանք 21 թվականի ընտրություններից հետո մանդատ ստացած ընդդիմության աշխատանքի օգտակար գործողության գործակիցը եւ մի բան էլ ասեմ, երեկ ինչ էր ասում Արդարադատության նախարար Գալյանը, ասում էր հարցնում ասում են պատերազմ կլինի, ասում է չեմ կարող ասել, ասում են Նիկոլ Փաշինյանը ասել է, եթե սահմանադրական մեծամասնություն չկազմում, տեսեք ինչ է ասում, ուշադիր լսեք, սա ուղղակի մեր ընդդիմադիր գործիչների համար, ասում է, եթե մեր ընդդիմադիր գործիչները ողջախոհ չլինեն,
եւ չքվյարկեն սահմանադրության փոփոխությանը, ապա պատերազմ կլինի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս պահից ապահովագրում է իրեն, որ պատերազմի վերսկսելը բարթելու է մանդատավոր ընդդիմադիրների վրա։ Երեք արդարադատության նախարարը շատ հստակ այդ մեսիջը ուղարկեց ձեզ։ Ես այսօր տեսա համահայկական ճակատ կուսակցության ղեկավարը Ազատության պողոտայում է եւ ես ավարտեմ խոսքս, համահայկական ճակատ կուսակցության նախագահ հիմա Ազատության պողոտայում կուսակցությունը ստորագրահավաք է սկսել, ովքեր վստահ են, որ կեղծվել են այս ընտրությունները, կարող են այդ ստորագրահավաքին մասնակցել, այնուամենայնիվ դա էլ է գործընթաց։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը կբարձրացնի, մի քիչ ուշացրել է։ Արդեն որոշվեց, պետք է դա 3 չի առաջ, այն ժամը 2:30, որ հայտարարեց, այդ դրանից հետո արդեն պետք է ասել ինչն է բարձրանալու։ Ակցիզների բարձրանալուց հետո ծխախոտ վաճառողներ ծափ տվեք, շնորհավորում եմ, ծխախող օգտագործողներ, օղի օգտագործողներ, բենզինից օգտվողներ, այդ բենզինից օգտվողները միայն այնպես չի, չէ, որ հացն դրա հետ կա, ամեն ինչը, այսինքն մի քիչ բարձրանալու է, այն 10,000 թոշակը ծալեք, պինդ պահեք ձեր բարձի տակ, շատ պինդ, մի օր պետք է գալու դա ձեզ, նորից եմ ասում, Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները, ամենամասշտաբային կեղծված ընտրությունները Հայաստանի ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը առաջիկայում տանելու են լուծարման։ Հիմա կասեն, վայ, ոնց ասեմ ոնց։ Հիմա ձեզ խափում ասում է ծաղիկը տանում են, բայց ծաղիկը վխտում է, այն մի հսկա փունջը, որի մի փունջն էինք առնում 1000-ի, մի ցողունն էինք առնում, 1500 դրամ, 500 դրամ, 700 դրամ փողոցներում շարված է, այդ նույնիսկ այդ տեղափոխել այդտեղ հասցնել է այդ գինը չի կազմում, բայց խափում ասում է Լեհաստան գնաց, Ծիրանը հեսա Փարիզ է գնալու, ելակը վերջացավ, գիտեք ոնց արտահանվեց, ելակը թփերի վրա այսօր ասում է չեն հավաքում, որովհետև հայկական շուկայում գինը էժան է, իսկ այդ աշխատուժին վճարը այդ ամեն ինչը տեղափոխել հասցնել շուկան, բավականին ծախսատար է նստում։ Խափում է, այո խափում է, էլի է խափելու, այո խափելու է։ Հիմա դուք պատրաստվեք, դուք տեսեք, դուք ինքներդ եք որոշել, թեկուզ այդ կեղծիքների մասին չխոսելով, կեղծիքների մասին խոսացողներին վարկաբեկելով, այն որոշող զանգվածը, որ այսօր թեկուզ այդ կեղծիքներով ամեն ինչով 49 ու 0.20% է, 0.80 չէ, 90 չէ, 20 է, ես այդ թվաբանությունը արել եմ։ Գնացեք ու ինչ ասեմ, գնացեք ու հալալա ձեզ կերեք, որքան կարող եք։ Չի լինելու, ոչ արտահանում է լինելու, այդ խապկանքը, որ հիմա ասում է, Հայաստանի մեկ բնակավայր գազաֆիկացնելու համար 2-3 տարի է անհրաժեշտ եղել, մեկ բնակավայր, փողը կա, ամեն ինչ կա, մեկ բնակավայրի գազաֆիկացումը եղել է այդ խողովակները, որ կան, դա Հայաստանի Հանրապետության սեփականությունը չէ գազի։ Այսինքն, եթե ասում են նոր գազի նոր բաներ ենք փնտրում եւ այլն, դուք պատկերացնում եք Հայաստանն առնվազն 30 տարի է պետք ամբողջ հանրապետությունը գազաֆիկացնելու համար։ Դե կանգնում ասում էր 3 հատ ատոմակայան եմ կառուցել։ Ծափ տվեք, կառուցել է։ Այս այդ ատոմակայանի հոսանքը ձրի մտնելու է ձեր տները։ Ոչ միայն ուզում եմ ստեղծված իրավիճակում ցավոք պատասխանատուն որքան քաղաքական ուժերի նույնքան եւ մեր հասարակության վրա է։
Գուցե քաղաքական ուժերն էլ իրենց հերթին սխալվեցին, հասարակությունը իր հերթին սխալվեց, եւ մենք այսօր ունենք դեպի լուծարում գնացող պետություն, որովհետեւ եթե դու շուկա չես փնտրում, եթե դու այս պահին ընդամենը քո հույսը Եվրոպայից եկած $50 միլիոն է, այդ $50 միլիոն դու 150 միլիոն Եվրոպայի ամբողջ հայության փողը ընենց մցրեցիր կառավարության այդ խողովակների մեջ, ընենց լափեցիք, մենք շնչեցիք միանգամից։ 50 միլիոնն ի՞նչ է ձեր թիմին։ 4 օր հետո այդ չկա։ Ինչ եք ասելու վաղը։ Վաղը ջերմոցատիրոջը ասելու եք փակի, խաղողագործին ասելու եք կտրի, հետո բերելու եք թուրքերին, ադրբեջանցիներին լցնելու եք, իրենք էլ գալու են ասեն ջերմոցատեր արի իմ մոտ, ես քեզ մի քիչ բարձր աշխատավարձով իմ մոտ բան որ կպահեմ։ Այսպես Հայաստանը լուծարելու ու մտցնելու են իրենց տակ, որովհետև երբ որ դու չունես շուկա ներմուծման ու արտահանման, երբ որ դու միանգամից կտրում ես կապը Ռուսաստանի հետ, որովհետև դու նախընտրում ես դեպի Եվրոպա քո ճանապարհը, հիմա թող Եվրոպան, երեք խոսում էի, ասում էին Մակրոնի վիճակը այնքան էլ լավ չի, որովհետև այնքան է հարկեր ու տուրքեր բարձրացրել, որ Եվրոպայի մտահոգություն կա Ֆրանսիայում, որ Մակրոնը նույնիսկ մինչև ընտրություններ չի ձգելու, իրեն ավելի շուտ են ճանապարհելու ֆրանսիացիները, որովհետև ֆրանսիացին գիտի էլի, որ իր գլխին եկած աղետ բերածը չի կարող երկար մնալ։ Այստեղ ասում են ինչքան բերում է, թող այդքան բերի, դե ոնց կա։ Դուք կարող եք սիրելի ժողովուրդ ձեզ սիրել։ Դուք կարող եք մի անգամ, մեկ անգամ ձեզ սիրել։ Ինչու չսիրեցիք։ Հայաստանը այսօր ունի 3 միլիարդատեր՝ Ռուբեն Վարդանյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան։ Ոչ մեկին չեք սիրում։ Ոչ մեկին չեք սիրում։ Դուք մտածում եք բոլորը պիտի ձեր նման լինեն։ Ես չգիտեմ, գուցե Նիկոլ Փաշինյանն էլ է միլիարդատեր, չեմ կարող ասել։ Իր գնալուց հետո կերևա ինքը միլիարդատեր է, թե տրիլիարդատեր է, չեմ կարող ասել։ Բայց այնուամենայնիվ, քանի որ այս մարդիկ ձեր հետ պերաշկի չեն ու ձեր մոտ այդ փնթի ձևով պերաշկի ցուցադրաբար չեն ուտում, դուք իրենց չեք սիրում։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում խոսում են, ես զարմանում եմ։ Զարմանում եմ, էլի մենք ոնց կարող ենք այսօր մեր հայրենակիցներին, ձեզ թվում է, որ Փաշինյանը խլեց, բերեց ձեզա տալու, այնա Ծաղկաձորից խլեց հյուրանոցը, քանի հատ ծերանոց սարքեց այնտեղ, քանի հատ խնամքի կենտրոն սարքեց, Հովիկ Աբրամյանի տունը խլեց, ինչ սարքեց, ինչ արեցին, էլի, մի հատ ցույց տվեք, էլի, ումից խլացնեն ձեզ ծառայեցրել, նենց է կանգնում եք թիկունքին, ծափ եք տալիս, գիտեք թե հեսա, որ մեկից ինչ-որ բան վերցրեցին, դուք դառնա, Արարատ ցեմենտի մասին ա խոսում, քանի հազար աշխատող կա, այդ աշխատողների վիճակը ինչ ա լինելու, պատկերացնում եք, բոլորին հերթով ազատելու են աշխատանքից։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ ճանաչում այս ընտրությունների արդյունքները, այս ընտրությունների լեգիտիմությունը, բնականաբար ես չեմ ճանաչում նաև այս կեղծիքներով եկած իշխանությանը։ Շնորհակալություն։